Հնդկաստանը եւ Պակիստանը հաղորդել են ավիահարվածներից հետո տասնյակ զոհերի մասին, այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով հնդկական ոստիկանությանը։ Անվտանգության ուժերի տվյալներով Նյու Դելհիի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում պակիստանյան հարվածների հետևանքով 10 հնդիկ է զոհվել, եւս 48-ը վիրավորվել է։ Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ հնդկական հարվածների արդյունքում 26 խաղաղ բնակիչ է զոհվել, 46-ը վիրավորվել։ Եգիպտոսը եւ Քաթարը, որոնք Միացյալ Նահանգների հետ միասին միջնորդներ են Պաղեստինյան համար շարժման եւ իսրայելական կողմի միջև Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ անուղղակի բանակցություններում պնդում են, որ անկլավի բնակչությանն ուղղված մարդասիրական օգնության մատակարարումներն ու բաշխումը վերահսկեն ամերիկացի ներկայացուցիչները, այլ ոչ թե Իսրայելը, այս մասին հաղորդում է ՄԱԿ գործակալությունը։ Տեղեկատվության համաձայն արաբ միջնորդները տեղեկացրել են Միացյալ Նահանգներին, որ մերժում են Գազայում մարդասիրական օգնության մատակարարման եւ բաշխման պատասխանատվությունն Իսրայելին փոխանցելու վերաբերյալ առաջարկը։ Խորհրդակցություններն այժմ կենտրոնացած են այն բանի վրա, որ Միացյալ Նահանգները ունենա հնարավորություն վերահսկելու մարդասիրական մատակարարումների հոսքը դեպի Գազա եւ դրանց բաշխումն անկլավի ներսում։ Ռոմի Ֆրանցիսկոս Պապը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, որը չի հրապարակվել իր կենդանության օրոք եւ այժմ հրապարակվում է, դեմ էր արտահայտվել զենքի կուտակմանը եւ համաշխարհային տնտեսության ռազմականացմանը։ Հարցազրույցի տեքստը գործակալությանը տրամադրել է հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, ով անձամբ է զրուցել նրա հետ։ Ցավոք, ժամանակակից տնտեսությունը գնալով ավելի է ռազմականացվում եւ ամենաաղքատ երկրների համար ավելի շատ սնունդ արտադրելու եւ կլիմայական խնդիրները լուծելու փոխարեն աշխարհը որոշել է գնալ ավելի մահացու զենքեր արտադրելու եւ կուտակելու ճանապարհով, ասվում է 2023 թվականի հուլիսին Սևաստյանովի կողմից ՌԻԱ Նովոստիին տրամադրված հարցազրույցի տեքստում։ Ռոմի Ֆրանցիսկոս Պապը վստահ էր, որ ապագա սերունդները պետք է վճարեն այս սխալ ընթացքի համար։ Ղազախստանը հաշվի առնելով աշխարհագրությունը մտադիր է դառնալ Եվրասիական տնտեսական միության լոգիստիկ հանգույց եւ հանդես գալ որպես համագործակցության զարգացման կենտրոն։ ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հանրապետության առևտրի եւ ինտեգրման նախարարությունից։ Մայիսին ԵԱՏՄ-ն նշում է իր ստեղծման 10-ամյակը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, վերջին 10-ամյակում ԵԱՏՄ-ն բարենպաստ միջավայր է ստեղծել առևտրի զարգացման, փոխգործակցության եւ ասոցիացիայի հիմնական փաստաթղթերում ամրագրված 4 ուղղությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատության համար։ Հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը եւ մայրցամաքային մեկուսացվածությունը, մենք Ղազախստանը դիրքավորվում ենք որպես ԵԱՏՄ-ի լոգիստիկ հանգույց։ Պակիստանի Փենջաբ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով շրջանի նահանգապետ Բհագվանտ Մանի հայտարարությունը։ Պաշտոնյան հայտարարել է, որ Փենջաբում անվտանգության ուժերն ու առողջապահական հաստատությունները բարձր պատրաստվածության են բերվել։ Մայիսի 7-ին Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ հնդկական բանակը թիրախավորել է Իսլամական Հանրապետության խաղաղ բնակիչներին։ Իր հերթին հնդկական բանակը Պակիստանին մեղադրել է սահմանին հրադադարը խախտելու մեջ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Մոսկվա հաղթանակի շքերթի առիթով կնշանակի Պեկինի սերտ կապերը Մոսկվայի հետ եւ ցույց կտա, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շփումները որևէ կերպ չեն ազդել նրանց վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Բացի այդ, ըստ հեղինակների, այցը նպատակ ունի թուլացնել Միացյալ Նահանգների դերը համաշխարհային ասպարեզում։ Գործակալությունը հիշեցնում է, որ Սի Ցզինպինը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին անգամ բանակցություններ կվարի այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Չինաստանի ապրանքների համար առևտրային մաքսատուրքեր սահմանեց։ Հոդվածում նշվում է նաև, որ Չինաստանի ղեկավարի այցը Մոսկվա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների վերջին բարելավումը չի ազդել Մոսկվայի հետ Պեկինի բարեկամության վրա։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը ոչ համարժեք է համարում սահմանին հերթապահող զինծառայողի կատարած աշխատանքի դիմաց նրանց տրված վարձատրությունը։ Այս պահին, որ մենք այստեղ նստած ենք, գործընկերներ, ազգային ժողովի падգամավորներ, բյուջե քվեարկած падգամավոր, մենք որ այստեղ նստած ենք Հայաստանի մարտական հենակետում, Անդրևինջյանը եւ այլն, կոնկրետ տեղ կարող եմ ասել, մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը գիտեք ինչքան է ստանում։ Մենք ստացել ենք 22,000 դրամ,
Պարեկը մոտավորապես ստացել է 11,000 դրամ մի օրվա համար։ Մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1700 դրամ։ 1700 դրամ։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հակադարձել է падգամավորին ասելով. օրական 1700 դրամ աշխատավարձ հասկացողություն առհասարակ չկա։ Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ, որի վրա ավելանում է հավելյալ գումար, ելներով մարտական դիրքի վիճակից, նշել է Սարգսյանը, հավելելով, որ ատեստացիայի շնորհիվ օրինակ սերժանտի աշխատավարձը կարող է հասնել մինչև 670,000 դրամի։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բացառել է, որ իրենց խմբակցությունից որևէ մեկը կարող է միանալ վարչապետի իմպիչմենտի հնարավոր գործընթացին, ապա իմպիչմենտի գործընթացը որակել որպես ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու process։ Կարծում եմ, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան ընդդիմադիրները սկսելու են իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր։ Եվ իրականում բայց ես չեմ ասում մի բան, որը հանրային դաշտում չկա, այսինքն մենք ներողություն։ Այսինքն մենք դուք էլ տեսնում եք, թե ինչ բառապաշարով, ինչ տեքստերով են իրենք իրար մասին խոսում եւ չնայած ընդհանուր առմամբ թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ իրենք բոլորը նույն քաղաքական ինքնություն ունեն, նույն քաղաքական արմատ ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, սկզբունքորեն իրենց մեջ չի կարող լինել արժեքային եւ ֆունդամենտալ տարաձայնություններ, որովհետեւ գիտեք մաֆիոզները ոնց են, իրենք իրար հետ տարաձայնություններ կարան ունենան ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզ։ Ազգային ժողովում տեղի է ունեցել բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը։ Քաղաքացիական պայմանագրի ձայներով ԲԴԽ անդամներ են դարձել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը եւ Աշոտ Այրապետյանը։ Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո անմիջապես պաշտոնանկարվեց։ Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում։ Ինչ վերաբերում է Աշոտ Այրապետյանին, ապա վերջինս եւս նախկինում աշխատել է նախարարությունում իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի պաշտոնում։ Ոստիկանության 9 ծառայող է ձերբակալվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում վաղ առավոտյան ներքին գործերի նախարարության ոստիկանության վաղարշապատի բաժնում հատուկ միջոցառումներ են իրականացվել։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են հանցագործության դեպք թաքցնելու եւ այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ներքին գործերի նախարարության հաղորդման հիման վրա, ապա ուղարկվել հակակոռուպցիոն կոմիտե։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը քննադատել է իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփի մոտեցումն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, այն անվանելով ժամանակակից հանդարտեցման քաղաքականություն։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։ Սա ժամանակակից հանդարտեցում է, ասել է Բայդենը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի մոտեցումը։ Ըստ ԱՄՆ նախկին նախագահի Վլադիմիր Պուտինը Ուկրաինան համարում է մայր Ռուսաստանի մաս։ Ուկրաինան կարող է լայնածավալ հարձակում գործել Ռուսաստանի տարածքի վրա մայիսի 9-ին կամ հարվածել Մոսկվային հաղթանակի շքերթի ժամանակ։ Այս մասին գրում է Der Spiegel-ը։ Հոդվածում նշվում է, որ հակամարտության սկզբից Կիևը արտիականացրել է անօդաչու սարքերի իր զինանոցը եւ կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին։ Բացի այդ, հեղինակները կարծում են, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են փորձել հարվածել Մոսկվային, սակայն դրա համար նրանք պետք է դիմեն զանգվածային հարձակման։ Միևնույն ժամանակ Spiegel-ը գրում է, որ դեռևս պարզ չէ Ուկրաինան իրականում կհարձակվի զորահանդեսի վրա, թե հարակից տարածքների վրա լրագրողները պնդում են Կիևը կարող է փորձել հարվածներ հասցնել Ռուսաստանի այլ շրջաններին։ Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կլինի Կիևի անվտանգության ամուր երաշխիք եւ խաղաղություն հաստատելու քայլ։ Նրա խոսքերը մեջբերում է Եվրոպյան Պրավդան։ Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի ուղին դեպի մեր միությանն անդամակցելը։ Դա միայն Ուկրաինայի ձգտումը չէ, դա կարող է լինել անվտանգության ամենաուժեղ երաշխիքը, ասել է ֆոն դեր Լեյնը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի, սակայն դրա արդյունքները կձևավորեն եվրոպական մայրցամաքի ապագան մի քանի սերունդների համար։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին նախատեսված այցը Նորվեգիա, Խորվաթիա եւ Նիդերլանդներ, հայտում է Էնի լրատվական գործակալությունը հղում անելով աղբյուրներին։ Վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Նորվեգիա, Խորվաթիա եւ Նիդերլանդներ հետաձգվել է գործակալությանը, հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա պլանավորում է մասնակցել մայիսի 15-ից 16-ը Օսլոյում կայանալիք հնդկական սկանդինավյան երրորդ գագաթնաժողովին, որից հետո սպասվում է այլ երկրներ այցի չեղարկման մասին հայտարարությունը հնչել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության Սինդոր գործողության ֆոնին, որը մեկնարկել է ի պատասխան Պահալգամի ահաբեկչության։ Ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ լուծմանը հնարավոր չի հասնել միայն շփման գծում հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման միջոցով։ Դրա հիմնական պատճառները պետք է արմատախիլ արվեն, այդ թվում վերացնելով Ռուսաստանի անվտանգության սպառնալիքները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ վիետնամցի ընկերներին ուկրաինական կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման համար։ Այս խնդրի երկարաժամկետ լուծմանը հնարավոր չի հասնել միայն հրադադարի կամ շփման գծում ռազմական գործողությունների դադարեցման միջոցով, գրել է Լավրովը Ռուսաստան եւ Վիետնամ 75 տարվա բարեկամություն, վստահություն եւ փոխօգնություն հոդվածում International Affairs ամսագրի համար։ Նա հավելել է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել դրա բուն պատճառները։ Իսկ այժմ եղանակի մասին Երևանում մայիսի 7-ից 3-ը 9-ին 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 8-ին եւ 11-ից 3-ը 12-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաեւ քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում մայիսի 7-ից 3-ը 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 8-ից 3-ը 12-ին շրջանների զգալի մասում, 10-ին 11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 8-ին եւ 12-ին առանձին հատվածներում հորդարատ անձրև։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 3-ը կբարձրանա 4-ից 5 աստիճանով, 9-ին 11-ին եւս 3-ից 4 աստիճանով։ Ջերմաստիճանը մայիսի 7-ից 3-ը կբարձրանա 4-ից 5, 9-ին 11-ին եւս 3-ից 4 աստիճանով։